Բարև ձեզ, իրականում է եթերում հարցազրույցի ժամը, ես զրուցել եմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ ՔՓ վարչության ներկայացուցիչ Ալխաս Ղազարյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Ղազարյան։ Եվ այսպես ձեր ներքին պրայմերիզներ անցկացրեցիք, ինչ էր դա ընդհանրապես։ Տեսեք, գիտեք, որ ընտրական օրենսգրքով պայմանավորված պետք է որ համաժողովը հաստատի առնվազն 30 տեխնացուի, ովքեր կլինեն ցուցակի առաջին 30-ում, եւ մենք որոշեցինք այս գնալ այնպիսի ճանապարհով, որպեսզի ավելի թափանցիկ եւ հստակ լինի թե կուսակցության եւ թե ժողովրդի համար, թե ովքեր են լինելու մեր ընտրական ցուցակում, եւ որոշեցինք ամբողջ ընտրական ցուցակը կազմել վարկանիշային ընտրությունների միջոցով եւ այսպես կազմակերպեցինք ներքին ընտրություններ, որի արդյունքները, ինչպես տեսակ, արդեն հայտնի է։ 3 օր շարունակ եղավ ընտրությունը, ամփոփվեցին արդյունքները, ոչ մի խնդիր չառաջացավ ընտրությունների ընթացքում, նույնիսկ կարող եմ հպարտորեն ասել, որ անվավերների քանակն էր բավականին ցածր չնայած բարդ ընտրություններ, եւ այսպես մենք կազմեցինք, այսպես ասած, մեր ցուցակը, որը պետք է ներկայացնենք։ Իմիտացիա չի։ Այնպես չէ, որ բոլորը հիմա մեր կուսակցության ներսում գոհ են իրենց ստացած թվերից, իրենց քվեներից, բայց սա նախ առաջինը այն ժողովրդավարությունն է, որը որ պետք է լինի հենց թիմի ներսում, այսինքն ընտրությունները պարզ, թափանցիկ, մրցակցային անցկացվեց թիմի ներսում, ընտրվեցին այն մարդիկ, ովքեր աշխատանք էին տարում, գնահատեցին մեր կուսակցականները եւ այլն։ Սա նաեւ մոտիվացիա է ստեղծում, որպեսզի մարդիկ էլ ավելի շատ փորձեն թեկուզ թիմի ներսում ավելի շատ աշխատանք տանել։ Ես էլի չեմ խորշի ասել, որ տեսեք, ես բավականին բարձր ձայներ եմ ստացել, բայց դա պայմանավորված է եղել առաջին հերթին հենց նրանով, որ ես 2022 թվականին ընտրվեցի վերահսկող հանձնաժողովի անդամ եւ այն ժամանակ էլ ես գնացի այդ ընտրություններին մասնակցելու եւ քարոզարշավ անելու, որովհետեւ ցանկանում եմ, որ կուսակցությունը նախ ինստիտուցիոնալապես ավելի կայունանա եւ կապը կուսակցության հետ ամրանա եւ այս աշխատանքների արդյունքում անընդհատ 3 տարիներ շարունակ կուսակցականների հետ այսօր իր արդյունքը տվեց եւ ես այսպես ասած հաշտ եմ ու երջանիկ եմ, որ գնահատվեց իմ աշխատանքը։ Սա համարում եմ իմ աշխատանքի գնահատական, թե վարչությունում ընտրվել ես, համարյա նույն քանակի քվեներ եմ ստացել եւ թե այստեղ այսքան ձայներ ստանալ ես։ 18-ի հայտնի իրադարձություններին չմասնակցած, հետո ձեր թիմին միացած Անահիտ Ավանեսյանը կանանց առաջատարներ, ինչով է սա պայմանավորված։ Գիտեք, Անահիտ Ավանեսյանը բավականին լավ կուսակցական աշխատանք է տանում, այս պահին շատ ավելի ինտենսիվ, քիչ-քիչ ավելի այսպես մտնելով աշխատանքի մեջ եւ բացի դա էլ բավականին մեծ, այսպես ասած, խթան հանդիսացավ նաեւ, տեսեք, վարչության ընտրություններին եւս մասնակցում էր, էլի բարձր ձայներ էր ստացել, գրեթե 1 ձայնով է դուրս մնացել հիմնական կազմից, որովհետեւ լավ կուսակցական է ու բավականին լավ աշխատում է նաեւ կուսակցականների հետ։ Նաեւ ես կարծում եմ, նաեւ իրեն այս անգամ ավելի շատ ձայներ բերեցին նաեւ առողջության համընդհանուր ապահովագրության կյանքի կոչելը, որովհետեւ վարչապետին մասնակցել է։ Չէ, ես վստահ եմ, որ առողջության համընդհանուր ապահովագրության այս ընթացքը բավականին դժվար գործընթաց էր, որը իրականացրեց Տիկին Ավանեսյանը եւ իրապես գնահատանքի արժանի էր։ Տեսեք, Տիկին Ղազարյան, ՔՊԱ-ականներն ասում են, որ սա ներքին ժողովրդավարության եւս մեկ կարևոր ցուցիչ է, բայց նաեւ ընդդիմախոսները ձեր արձագանքում են, ասում են, ինչ ժողովրդավարության մասին է խոսքը, երբ օրինակ Նիկոլ Փաշինյանը SMS-ով անկախ կառույցի ղեկավարի հեռացնում է աշխատանքից, բայց թիմում ներքին ընտրություններ է կազմակերպում։ Այստեղ հակադրություն չկա։ Դե մեկը մյուսի հետ պետք չի բանանել։ Ես միշտ մտածում եմ, որ մարդ եթե աշխատում է մի օրինակ ասում եք բանի, բայց բոլորն էլ թիմի անդամներ են եղել, այդ վարչապետը ինքն է որոշում ում հետ է ուզում աշխատել եւ ում հետ չէ։ Օրինակ կառավարության շրջանում մարդը ուզում է աշխատել այն թիմի հետ, որի հետ ուզում է աշխատել։ Իսկ ներքին ընտրությունները ես ասում եմ էլի այնպես չէ, որ բոլոր գործընկերներս գուցե եւ հաշտ են իրենց ստացած քվեների հետ, բայց դա եւս մեկ անգամ խթան է հանդիսանալու, որ վաղը իրենք ավելի շատ գործունեություն իրականացնեն եւ ավելի շատ այսպես թե աշխատեն ժողովրդի հետ, թե աշխատեն կուսակցականների հետ եւ սա շատ լավ միջոց է մարդկանց ավելի շատ մոտիվացնելու։ Ես իր ժողովրդավարությունը դե բնականաբար դուք ինքներդ համոզվեցիք եւ տեսակ նույնիսկ քարոզարշավ չենք իրականացրել առաջին փուլի համար, մարդիկ գնահատեցին այն ամբողջ աշխատանքը
նախկինում ինչ տվյալ մարդը օրինակ որպես падգամավոր իրականացրել է կամ որպես կուսակցության անդամ իրականացրել, որտեղ բացառապես կուսակցականներն էին ընտրում, պատվիրակներն էին ընտրում, թե ում են ուզում տեսնել ազգային ժողովում հաջորդ գումարմանը։ Երկրորդ փուլը ինչ է իրենից ներկայացնում։ Երկրորդ փուլը իրենից ներկայացնում է արդեն քարոզարշավ, որ պետք է իրականացնենք այն առաջին 50-ը, ովքեր որ ընտրվել են, եւ ըստ դրա կազմվելու է հերթականությունը ցուցակի, այսինքն եթե ես հիմա դիցուկ քվոտան հաշվի առնելով հայտնվում եմ թեպետ ձայներով 14-րդ տեղն էի, բայց այս բային եթե դնենք քվոտայով հաշվենք, լինում եմ երկրորդ կինը ցուցակում, գուցե քարոզարշավի արդյունքում կուսակցականները որոշեն, որ ես կամ պետք է առաջ գնամ կամ ավելի հետ լինեմ, եւ այսպես արդեն հերթականությունը կորոշվի ցուցակի։ Ձեր վարչապետի տեխնացու Նիկոլ Փաշինյանն է բնականաբար։ Մենք եւս վարչապետի տեխնացության համար եւս ընտրություն ենք անելու, ոնց որ արել ենք վարչության ժամանակ, այսինքն ընտրել ենք վարչության անդամներ եւ ում են ուզում կուսակցականները տեսնել վարչության նախագահ։ Այսինքն վարչության ընտրությունները կորոշեն, բայց իրականում այս 50-ից պետք է որոշեն թե ում են տեսնում որպես վարչապետի տեխնացու նաեւ էլի ընտրությունների արդյունքում։ Տեսեք, դուք ձեր խոսքում ասացիք, որ Նիկոլ Փաշինյանն է որոշում որպես գործադիրի ղեկավար, թե ում է շարունակելու աշխատանքը, այդպես է նաև օրինակ եկեղեցու պարագայում կա կաթողիկոս, ով կարող է օծել տվյալ անձին որպես հոգևորական եւ կարող է կարգալույծ անել։ Մենք նմանատիպ դեպքերի ականատես եղել ենք, բայց Նիկոլ Փաշինյանը ասում է, որ այդ մարդը օրինակ կաթողիկոս չէ, նրա ընդունած որոշումները հետեւաբար չեն կարող որևիցե ազդեցություն ունենալ եւ դատարանել 3 իշխանության սրտի քահանաներից Ստեփան Ասատրյան, Տեր Արամին եւ Տեր Թադեին վերականգնեց, ես չեմ հիշում, նմանատիպ դեպք, երբ որ դատարանը կարող է ինչ-որ հոգևորականի վերականգնել իր ծառայությանը, սա նոնսենս չի։ Չէ, եկեք այս հարցին ուրիշ տեսանկյունից նայենք։ Տեսեք, մենք անընդհատ այս տարին ինչ սկսվել է, ավելի շուտ ամբողջ գործընթացը սկսվեց Բագրատ Գալստանյանի այդ քայլերթով եւ արշավով, գիրանցի փրկությամբ եւ այլն, ինչ անուն ուզում եք տնեք, ինչ էր կատարվում ընթացքում, իրենք էլ էին, չէ՞, մտել իշխաբանի այդ կարծես քաղաքական դաշտ եւ այլն իրենք էլ էին համարվում, բայց ստեղից ինչեր սկսեց այն, որ եթե մարդը հոգեվորական է, ինքը ունի արտոնություն եւ կարող է անել այն, ինչ ու ցանկանում է Հայաստանի Հանրապետությունում, բայց մենք մի դիտանկյունից չենք նայում, որ Հայաստանի Հանրապետությունում կապ չունի դու կին ես, սքեմավոր ես, ով ես, ինչ ես, օրենքի առաջ բոլորը ունեն իրենց պարտավորությունները եւ ինչ կատարվեց թե Տեր Արամի, Տեր Թադեի, թե Մասաչոտ թեմի առաջնորդի դեպքում, երբ որ մարդկանց իրենց աշխատանքից եկեք այս տեսանկյունից զրկում էին եւ թույլ չէին տալիս իրենց աշխատանքը իրականացնել։ Աշխատանքային պայմանագիր չկա, բայց մարդիկ գործունեություն են ծավալում, որի ունեն իրենց հավատավորը եւ մարդիկ դիմեցին դատարանը իրենց մասով որոշում է կայացրել։ Հիմա դա մեր հետ կապված չի։ Դուք ինձանից հարց եք պահանջում իրավապահ համակարգը, թե ինչպես է դատարանը որոշում կայացրել։ Դատարանը որոշում է կայացնում ոչ այսպես երկնքից իջած չէ, ըստ օրենսգրքերի եւ այլն։ Հիմա դատարանը այդպիսի որոշում է կայացնել եւ ես կարծում եմ, որ սա իմ եւ ձեր այսպես քննարկման եւ որոշումների կասկածի տակ դնելու խնդիրը չէ։ Ես էլ երեք ծանոթացա այնց լրատվականից, որ որոշում է կայացրել, որ այս մարդիկ պետք է շարունակեն իրենց աշխատանքը։ Նույնը կատարել էր Մասաչոտ թեմի առաջնորդի դեպքում, որը որ տեսակ կաթողիկոսը ընդհանրապես ոչ մի բանի տեղ չէր դրել, որի արդյունքում իր հանդեպ եւս քրեական գործ հարուցվեց։ Ես ուզում օրինակ հասկանամ, դա մի շղթա է, որ տեսեք, դուք մեզանից պահանջում եք, որպեսզի օրենքի առաջ լինեն բոլորը հավասար, մյուս կողմից եկեղեցականները որոշել են, որ իրենք օրենքից դուրս են եւ կարող են առանձին գործել, այսպես ասած, ստեղծելով իրենց աշխարհն ու իրենց պետությունը։ Իրենք ասում են մենք առանձին հատուկ կարգ, որով կաթողիկոսը օծում է հոգևորականի եւ կարող է կարգալույծ անել։ Հիմա եթե դատարանը որոշել է, որ օրինակ տվյալ անձիկ պետք է շարունակեն իրենց հոգևոր ծառայությունը, կարող է օրինակ X քաղաքացին դիմի դատարան եւ ասի, որ ես ուզում եմ եպիսկոպոս դառնալ, եւ իրեն դատարանը որոշի, որ ինքը եպիսկոպոս է այլևս։ Չէ, ես չեմ կարծում նման կարգ գոյություն ունի, որ դիմի դատարան ասի ես X քաղաքացին, որ ես ուզում եմ եպիսկոպոս դառնամ, դա մի քիչ այլ թեմա է, բայց եկեք իրենց կանոնակարգն էլ է հաստատվում Արդարադատության նախարարության
կառավարության կողմից, այսինքն ինչքան էլ փորձենք մենք զատենք եկեղեցու այդ կանոնակարգ, եթե չեմ սխալվում իրենց լեզվով մեր օրենքներից, իրենք էլ ինչ որ մի գծով իրար հետ կապված են։ Ես էլ եմ ասում, օրենքի բանի առումով իրավապահները իրենց գործունեությունը իրականացնում են։ Մենք այստեղ մեկնաբանելու հարց չունենք, մարդը տեսել է իր իրավունքների խախտում, դիմել է դատարան, դատարանը կայացրել է որոշում։ Այստեղ իշխանության սրտի, թե ոչ սրտի քահանան է, կարծում եմ, սխալ մեկնաբանություն է։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ լրացուցիչ միջոցներ կձեռնարկվեն, հիշում ենք, այդ նույն պրայմերիզի շրջանակներում լրագրողների ճեպազրույցում նա նման միտք արտահայտեց, դրան անմիջապես հաջորդեց կաթողիկոսի նկատմամբ քրեական գործը, սա ուղիղ հրահանգ չի իրավապահ համակարգին։ Աննա Վարդապետյանը շատ ուղիղ լսել է, շատ ուղիղ իրականացրել է։ Զուգադիպություն եղավ, ես կարծում եմ, որտեղ ճեպազրույցի ժամանակ այո վարչապետը, երբ որ ընտրություններն ընթան ճեպազրույցի ժամանակ, երբ որ եկել էր ընտրելու, ասաց, որ ինքը ունի տեղեկատվություն, որ կաթողիկոսարանը ուզում են տեղափոխել եւ որպես Հայաստանի Հանրապետության իշխանություն, որպես վարչապետ, ինքը դա թույլ չի տա երբևէ, որպեսզի կաթողիկոսությունը դուրս հանվի երկրից։ Եվ կարծես այդ գործի շարունակությունը եղավ այն, որ խոչընդոտում, այսինքն ոչ մի բան տեղ չդրվեց դատարանի որոշումը կապված բանի Մասաչուտս թեմի առաջնորդի հետ եւ քրեական վարույթ հարուցվեց։ Զուգատիպություն է ես կարծում եմ, բայց տեղեկատվության առումով, եթե լրատվական դաշտում օրինակ կամ ընդդիմախոսները մեզ ասում են, թե ուրեմն փաստեր ներկայացրեք եւ այլն, ես ուզում եմ հիշեցնեմ նույն նմանատիպ խոսակցություն եղավ եւ վարչապետը ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ ինքը չի ուզում ունենալ կաթողիկոս եւ Հայաստանի Հանրապետությունը ժողովուրդը չի ուզում ունենալ կաթողիկոս, որը ձեկուցում է ամեն օր ռուսական կամ այլ երկրի մայորի, չէ՞։ Եվ այդ ժամանակ էլ աղմուկ բարձրացավ, թե փաստեր չունեք, նման մեղադրանք եք ներկայացնում եւ շատ կարճ ժամանակ հետո փաստերն էլ եղավ։ Ես կարծում եմ, որ նրա եղբայրը իբր KGB-ի գործակալ է։ Այո, բնականաբար դա բոլորը տեսան, նույնիսկ փաստաթղթով։ Դե հերքելը մեկ այլ բան է, փաստաթղթով ապացուցված եւ բոլորը տեսնում են, դա լրիվ այլ բան է։ Նույնն էլ այս դեպքում ես երեկվանից անընդհատ հանդիպում եմ, որ փաստեր, բայց ես վստահեցնում եմ, օրինակ ես համոզված եմ եւ վստահ եմ, որ վարչապետը ասել է այն, ինչի վրա վստահ է եղել վստահաբար, որ այո միտք ունեցել են տեղափոխել կաթողիկոսությունն ու Երջմիածնի գանձերը, այդ իսկ պատճառով իրոք ես էլ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի դնենք մի կողմ պատգամավոր լինես, բնականաբար դա երբեք թույլ չէի տա։ Տիկին Ղազարյան, ես ճիշտ հասկացա, դուք հավատում եք այդ փաստաթղթին, այդ թղթին, որտեղ ըստ այդ թղթի Եզրած Սրբազանը KGB-ի գործակալ է, բայց չեք հավատում մեկ այլ թղթի, որտեղ Արարատ Միրզոյանն է գործակալ։ Ես նման թուղթ չեմ տեսել երբևէ, որ ես նման թուղթ չեմ տեսել, ես տեսել եմ այն թուղթը, որտեղ որ Եզրածը մաներ ու բոլորս ենք տեսել։ Ես հավատում եմ այն փաստերին։ Ես հավատում եմ այն փաստերին, որոնք որ տեսնում եմ։ Ես հավատում եմ այն որպես նաև մասնագիտական, ես այնպիսի մարդկանց եմ, որ առանց փաստերի հետևություն չեմ անի։ ՔՊ-ի ներսում ամեն ինչ հանգիստ է։ Ես զարմանում եմ, որ ճիշտ ասած գրում են փոթորիկ է ընտրություններից հետո, որովհետև այո։ Չէ, ոչ միայն ընտրություններից հետո, այլ նաև մենք տեսանք թիմում որոշակի դեմքեր, որոնք այլևս падգամավոր չեն դառնալու, նույն Հայկ Սարգսյանը, որը բարձրաձայնում է իր նկատմամբ տեղի ունեցող անօրինական դրսևորումների մասին, որոշ այլ ՔՊ-ական падգամավորներ, որոնց վարչությունը չհաստատեց նրանց թեկնածությունը, մի քանիսն էլ սեփական նախաձեռնությամբ ու ցանկությամբ չեն ցանկանում այլևս օրենսդրում շարունակել, դա իրենց իրավունքն է, խոսքը նաև այն անձանց մասին է, որոնց վերաբերյալ որոշում կայացվեց։ Տեսեք, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ինքը շատ դինամիկ, այսպես ակտիվ գործունեություն ծավալող կուսակցություն է ու իր գործունեությունը լրիվ թափանցիկ է բոլորի աչքի առաջ։ Նույնիսկ մեր վարչության նիստերին ցույց ենք տալիս, թե մեր վարչության նիստերին ովքեր կան, յուր, ինչի մասին է, լրիվ կարելի է հասկանալ, թե վարչության նույնիսկ փակ նիստում ինչ է խոսացվել, եթե մանավանդ երբ որ տալիս ենք թեմաներն էլ։ Այս առումով էլ գուցե գործընկերների մոտ, տեսեք, ես իմ խոսքի սկզբում էլ ասացի, որոշ գործընկերներ նույնիսկ արդյունքների հետ գուցե որոշակի չափով
անհամաձայնություն ունեն, բայց դա նաև լավ նշան է, որ խթան է հանդիսանում ուղղել իրենց աշխատանքի ձևը եւ գնալ այն ուղղությամբ, որպեսզի կարողանան վաղը մյուս օր նույնիսկ այսպիսի փակ իդեպ 2017 թվականին էլ ներքին այսպիսի ընտրություններով ցուցակը կազմվել եւ հավատարիմ մնալով այդ ավանդույթին 2025-ին էլ մենք քան որ հերթական ընտրություններ էր գնացինք այս ճանապարհով, այսինքն պետք էր այն ժամանակվանից արդեն մտածել, որ ինչ որ մի պահ ցուցակը կազմվելու է ոչ թե վարչության որոշմամբ, որովհետեւ արտահերթ չի հերթականը, այլ այս ճանապարհով։ Իսկ ինչ վերաբերվում է մեր գործընկերներին, ես վստահաբար ասում եմ, որպես վարչության անդամ էլ շատ ենք գնահատում, շատ ենք սիրում, ոչ մի այսպիսի խնդիր մենք գործընկերների հետ չունենք, թե Հայկ Սարգսյանի, թե մյուսների հետ, ընդհանրապես, պարզապես այս փուլում նպատակահարմար ենք տեսնում իրենց այլ մարմնում դիտարկելու համար։ Թեպետ գուցե իրենք այդպես չեն մտածում, չնայած միայն երևի Հայկ Սարգսյանն է արտահայտվել այդ մասին, բայց ես կարծում եմ դա էլ լուծելի հարց է, որովհետև մենք ընդհանրապես անձնական դաշտում կամ որևէ տեղ խնդիր չունենք միմյանց հետ։ Եվ նաև խաղաղության մասին խոսենք, որը ըստ իշխանության հաստատված է, բայց միաժամանակ մենք տեսնում ենք, որ այնտեղ գտնվող Ադրբեջանի բանտում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեծամասնությունը ցմա դատապարտեցին, երեք հայտնի դարձավ նաև որ Ռուբեն Վարդանյանը դատապարտվեց 20 տարվա ազատ ազրկման, ինչ քայլեր են ձեռնարկվում նրանց Հայաստան վերելու ուղղությամբ։ Ցավալի հարց է, իրապես բոլորս ենք այդ մասով ցավում, անկեղծ եմ ասում, երբ որ նման տեսարանները երկար ժամանակ կարծես հոգեպես մաշեցնում էր ժողովրդին եւ մեզ այս առումով, բայց դուք գիտեք վստահաբար, որ ամեն հանդիպման ժամանակ հնարավոր խաղաղության քննարկման, հնարավոր ամեն հանդիպման ժամանակ վարչապետն ինքն էլ հենց ճեպազրույցում էլ հաստատեց, որ միշտ է խոսում գերիների, այնտեղ պահվող անձանց վերաբերյալ, միշտ քննարկումները կան։ Ես մտածում եմ, որ խաղաղության գործընթացի հաստատման վերջնական ինստիտուցիոնալացման եւ այն գործընթացը, որ իրականացվում է, ինչ որ մի տեղում իր պտուղները տալու է, բայց ես կխուսափեմ ավել որևէ բան խոսել այս հարցով, որովհետեւ դուք ինքներդ էլ գիտեք, շատ զգայուն թեմա է, բնականաբար ամեն ինչ արվում է, որպեսզի հնարավորինս լավագույն լուծում գտնվի, բայց այս պահի դրությամբ ավել ոչինչ չեմ կարող ես ինքս էլ ասել։ Սպասենք այդ առումով իհարկե լավ լուրերի եւ նաեւ ընտրություններ են առաջիկայում, հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններն են, քաղաքական դաշտում վերադասավորումներ են տեղի ունենում, որոշ ուժեր միավորվում են, նոր կուսակցություններ են ձևավորվում, դրանցից մեկն օրինակ Սամվել Կարապետյանի ձևավորած ուժն է, ով լինելու է Հայաստանի վարչապետն ըստ իրենց թիմի, ուժեղ Հայաստան են ուզում, որովհետեւ այս Հայաստանի ղեկավարը բավականին թույլ է։ Նախ ուզում եմ ասեմ, որ առաջին իսկ պահից Սամվել Կարապետյանը ինքը չի կարող լինել ոչ падգամավոր, ոչ էլ առավել եւս վարչապետ։ Անցումայինի պարագայում արդեն բացատրել են, որ լինելու է անցումայինի նախ իրենք պետք է կարողանան որոշակի շեմ հաղթահարել, որ նախքան խորհրդարան, 2/3 ունենալ, այդ նոր դրանից հետո որոշեն ինչ որ բան անել, բայց ամենացավալին ու վատը հենց այս պատմության այն է, որ մի անձի համար փորձում է սահմանադրություն փոխել։ Սա արդեն շատ վատ ազդակ է, որը որ կարծում եմ մեր ժողովուրդը չի ների, որովհետև երբեք ճիշտ չէ մեկ հոգու համար օրենքներ կամ սահմանադրություն կարել։ Սա այն ամենն է, ինչ կարող եմ ասել իրենց թիմի մասին, թե ինչ վերաբերմունք ունեն իրենք առհասարակ Հայաստանի Հանրապետության օրենքների եւ սահմանադրության եւ պետության, պետականության նկատմամբ, մնացածը արդեն թող որոշի ժողովուրդը ինչպես է գնահատում այս քայլը։ Տեսեք, երբ որ դուք ասեցիք մեկ անձի համար, ես հիշեցի, երբ որ սահմանադրական փոփոխությունները իրականացվում էր նախկին իշխանության ժամանակ, այդ ժամանակ էլ ընդդիմադիրները այս իշխանությունը, ովքեր ընդդիմադիր էին այդ ժամանակ, ասում էին Սերժ Սարգսյանի հակով կոյսում է կարվում եւ այլն, բայց դա հակավ Նիկոլ Փաշինյանը։ Լավ, էլի։ Հիմա մենք եկել ենք այն ժամանակ եւ հիշում եք նախաձեռնեցինք սահմանադրական փոփոխություններ իրականացնենք։ Հիմա արդեն նախաձեռնել ենք սահմանադրության նոր սահմանադրություն եւ շուտով հայցակարգը արդեն, եթե չեմ սխալվում, մարտին կլինի, ժողովուրդը կծանոթանա, շատ հանգիստ, շատ դանդաղ, երբեմն նաեւ լսում եմ ընդդիմախոսները, մենք ծանոթ չենք, սա բնականաբար Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի օրգանական կապ պետք է ունենա այն սահմանադրությանը, որին պետք է հանրաքվեով կողմ կամ դեմ քվեարկի։ Սրանում կարող են հանգիստ լինել, չենք շտապելու ընտրություններից առաջ որևէ բան անել եւ այլն, այսինքն շատ
շատ դանդաղ, շատ հանգիստ ժողովրդին ներկայացնելով, ժողովրդի հետ քննարկման արդյունքում ունենալու ենք այն լավագույն սահմանադրությունը, որը ժողովրդին կկապի պետության հետ, այսինքն կսահմանի այն խաղի կանոնները, որով Հայաստանի Հանրապետության քաղաքացին ապրելու է Հայաստանի Հանրապետությունում։ Այս առումով լիարժեք պետք է բոլորը հանգիստ լինեն։ Մենք ի սկզբանե այս փորձությունները ուղղակի պատերազմ, COVID եւ այլն խանգարեցին այն ժամանակ, հատկապես COVID-ը սկսվեց սկզբնական շրջանում չկարողացանք սահմանադրական փոփոխություններ իրականացնել, բայց դա ոչ թե ինչ որ մեկի համար էր արվում, այլ հենց այդ կարված կոստյումը փոխելու համար էր արվում։ Հիմա ԿՊ-ն ինչ մտավախություններ ունի այս ընտրությունների հետ կապված, մրցակիցներում եք համարում։ Տեսեք, ԿՊ-ն առհասարակ չի դիտարկում, թե իր մրցակիցները ովքեր են։ Միանշանակ կարող եմ ասել, ԿՊ-ն ուղղակի ուզում է հավաքագրել այն բոլոր ներկայացնել ժողովրդին այն բոլոր գործընթացները, որ այսքան ժամանակ իրականացրել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, թե արտաքին, թե ներքին, թե տնտեսական զարգացման, թե բոլոր առումներով։ Բացի դա շարունակում է այն ամբողջ բոլոր խոստումները, որ տրվել էր 2021 թվականի, դրանց իրականացումը։ Եվ այսպես շարունակ մենք ընդհանուր առմամբ աշխատում ենք իրականացնենք բոլոր խոստումները, որ կատարել ենք, այսինքն ընդհանրապես չդիտարկել թե ինչպիսի ուժեր են ձևավորվում, ինչ են ուզում անել, դե բնականաբար այն ինչ որ մենք տեսնում ենք, այն ինչ որ ենթադրում ենք, շատ պարզ իրականանում է, տեսեք երեք հանրայինի եթերում նույնիսկ ուղիղ ասվեց, որ այո Գյումրի երկրորդ են ուզում իրականացնեն, ինչու մենք ենթադրում ենք, ինչու մենք տեսնում ենք, այդ թիմերը որ հավաքվում են, սրա շուրջ, նրա շուրջ, վատը լավ է, դա ժողովուրդը կգնահատի, բայց քանի որ ժողովուրդը մի անգամ արդեն դա տեսել է, վստահաբար այնպես կանի, որ դա չիրականանա, դա մեզանից կախված չէ, դա արդեն կախված է ժողովրդի Պատրաստ եք որպես ընդդիմադիր գործիչ հանդես գալ։ Ես պատրաստ եմ ընդունել յուրաքանչյուր արդյունք, որը որ ժողովուրդը կորոշի։ Ժողովուրդն է այսօր իշխանությունը եւ ժողովուրդը ինքը պետք է որոշի, թե իր կառավարումը ում է տալիս։ Եվ վերջին հարցը կցանկանայիք իշխանափոխության պարագայում ձեզ էլ որպես իշխող թիմի ներկայացուցիչ ամբողջ քաղաքացիական պայմանագրին վերաբերվեին նույն այն ժողովրդավարության չափորոշիչներով, որոնցով դուք առաջնորդվում եք գործող ընդդիմության պարագայում։ Բնականաբար ես կուզենայի պահպանել ժողովրդավարությունը, այն ինչ որ մենք բերել ենք Հայաստանի Հանրապետությունում, այսինքն ժողովուրդը պահպանի իր իշխանությունը, ինչպես որ մնացել է, բայց ես խորը կասկածանք ունեմ, որ իշխանության փոփոխության դեպքում ժողովրդավարությունից գետնշուր կմնա։ Շնորհակալ եմ։ Ձեզ էլ եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, ես զրուցում եի ազգային ժողովի պատգամավոր Ալխաս Ղազարյանի հետ, առողջ եղեք, կհանդիպենք։